Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվին ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին կրկին մեզ հետ են և դիտում են մեր հերթական թողարկումը։ Գիտեք, կան մարդիկ, որոնց հետ հանդիպելը պարզապես մեզ համար միշտ էլ հաճելի անակնկալ է։ Անկասկած նման անձանցից մեկն էլ նեյրովիրաբույժ, հասարակական հանրային գործիչ Մարինա Խաչատրյանն է, պարզապես մեծ հայրենասեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար և շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ղուշյան։ Մարինա, մենք այսին շրջանում ավելի քիչ ենք ձեզ հարցնում, որտեղ դուք նախ հաճախ եք WhatsApp-ում, բայց դա չի կարևորը։ Կարևորը, որ դուք ամեն անգամ երբ գալիս եք, ասելիք ունեք։ Այսօր էլ ուզում եմ մեր զրույցը սկսենք այն իրավիճակի ներկայացմամբ, ինչը տիրում է մեր երկրում, հատկապես ազգային ժողովում։ Մեր երկրում քաոս է։ Քաոս, որի մասին ես նախազգուշացնում էի տարիներ առաջ, որի համար ինձ քարկոծում էին, հետապնդում էին։ Քաոս, որի մասին բազմիցս խոսել եք դուք, ձեր շատ հյուրեր, բայց խնդիրը կայանում է նրանում, որ քաոսից դուրս գալու ճանապարհներ շատ քչերն են ցույց տալիս։ Քաոսը հանդարտեցնելու։ Քաոսը այն պատճառով, որ մեր ժողովրդի հոգին հանգիստ չի, որ մենք ունենք բազմաթիվ տարաձայնություններ, որ այդ տարաձայնությունները լուծողներ չկան։ Մեկս մյուսին ուտում ենք, 5 րոպե է պակաս քաղաքացիական գզվռտոցից ու պատերազմից։ Եվ այդ գզվռտոցի ակնառու օրինակը ազգային ժողովն է։ Ազգային ժողովում ծվարած կերպարները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, չեն գիտակցում իրենց ով լինելը, չեն գիտակցում, որ իրենք օրինակ են ամբողջ հայ ժողովրդի համար և Հայաստանում բնակվող քաղաքացիների համար։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև Հայաստանում ինչ ազգ ասես կա, ոնց ուզեն ապրում են, ինչով ուզեն զբաղվում են և դրա նկատմամբ որևէ վերահսկողություն չկա։ Ինչպես ասում է հայտնի կարգին հաղորդման սցենարներից մեկը, սուս մնացեք, երկուսդ էլ ճիշտ եք։ Ես հիմա դա կասեմ ազգային ժողովի պատգամավորներին։ Երկուսդ էլ ճիշտ եք, իրար արժանի եք։ Երկուսդ էլ ստեղծել եք այս իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, այս քաոսը։ Ու ժողովուրդը տեսնելով, որ ազգային ժողովում իրար հայհոյում են, ես էլ եմ կռիվ տվել, բայց ինչքան եմ ես քննադատել Սարգսյան Սերժի ռեժիմը, ինչքան եմ ես կռիվ տվել այդ ռեժիմի դեմ, բայց մի նման այլանդակ վարքագիծ ոչ ես եմ դրսևորել, ոչ իմ նկատմամբ են դրսևորել այդ նախկին իշխանավորները։ Այն ինչ հիմա կատարվում է ազգային ժողովում, այն ինչ հիմա կատարվում է երկրում, և լրատվական դաշտում, և ժողովրդի շրջանում, սա անթույլատրելի է, սա կործանում է, և այս ամեն ինչի մեջ նաև եկեք վերհիշենք մայիսի 9-ին Փաշինյան Նիկոլի այցը Մոսկվա։ Մինչև Նիկոլը ամեն տարի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում առաջինը զորամիավորումներից քայլում էր հայկական զորքը։ Ինչու՞, որովհետև այ բնական կարգով է Արմենիա և առաջինը մեր զորամիավորումն էր քայլում։ Կանգնում էր և այդ մեր զորամիավորմանը ողջունում էր Հայաստանի առաջնորդը։ Մենք էլ մեզ լավ էինք զգում, պապս այն ժամանակ կենդանի էր, ուրախանում էր, 90-անց մարդ, որ չի մոռացվել իրենց արածը, չի մոռացվել իրենց հերոսությունը, հարգանքի է արժանանում, գնահատանքի է արժանանում։ Ինչ տեղի ունեցավ այս տարի։ Հայաստանի Հանրապետությունը որևէ զորամիավորում չներկայացրեց և առաջինը քայլեց Ադրբեջանի զորամիավորումը։ Հաջորդը Ադրբեջանի նախագահը ներկա չէր, բայց նրա փոխարեն ներկա էր Փաշինյան Նիկոլը։ Հաջորդը մեր զորքից հետո քայլեց Բելոռուսի զորամիավորումը և Փաշինյան Նիկոլի կողքին նստած էր Լուկաշենկոն, Բելոռուսի նախագահը։ Հիմա
Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ քայլեց Ադրբեջանի զորքը եւ նրան ողջունում էր Փաշինյան Նիկոլը, քայլեց Բելարուսինը եւ նրան ողջունում էր Բելարուսի նախագահը։ Սա խոսում է այն մասին, որ մեր պետությունը տարել են կապիտուլյացիայի, մեր պետությունը որպես պետություն ոչնչացրել ու ջնջել են քարտեզի վրայից, ուղղակի ժողովուրդը ու այդ պետական կոչվող այրերը դա չեն գիտակցում կամ գիտակցողները չեն բարձրաձայնում։ Ես ձեզ ասեմ ավելին, Արցախի շրջափակումից առաջ նախկին իշխանավորներից մեկը ինձ ասաց, չէ ներողություն, արդեն այն կանաչները ակցիա են անում եւ ճանապարհը փակել են, այդ փուլում էր։ Ասաց ամբողջ սցենարը ինչ է լինելու Արցախի հետ, ասաց որ կպահեն ամիսներ շարունակ փակ, արցախցիներ հետո էլ դուր կբացեն եւ բոլոր արցախցիները մի անգամից դուրս կթռչեն Արցախի տարածքից, հողը կդատարկվի եւ կճանաչվի ադրբեջանական։ Անկամ այդ ընդդիմադիր падգամավորը նախկին ընդդիմության, ոչ այս իշխանության մեջ, գիտեր արդեն սցենարը։ Ասածս նա է, որ ներկա իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները շատ լավ գիտեն սցենարը, իրականում շատ լավ հասկանում են ինչ վիճակում է Հայաստանի Հանրապետությունը եւ իրականում ուզում են պատմության էջերում հանկարծ իրենք չնշվեն որպես երկիրը ոչնչացրած մարդիկ։ Ու հիմա դրա համար գզվրտոց են անում, պաշտոնի կռիվ են անում։ Այս ամենի մեղավորը միակ մեղավորը ազգային անվտանգության ծառայությունն է, որովհետև ազգային անվտանգության ծառայությունն է որոշում ով լինի իշխանություն, եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ եթե ուզենան ցանկացած մեկի վրա կեղտ կբռնեն, ցանկացած մեկին կտանեն կկորցնեն, որևէ մեկը չի կասկածում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ մասը ատելով ատում է Ռոբերտ Քոչարյանին, դրա համար էլ թույլ են տալիս նաև, որ այդ պրոպագանդան գնա, եւ դա ունի հիմքեր, որովհետև նշում են, որ շատ դաժան մարդ է, ազգային անվտանգության ծառայության ղեկավարության շատ աշխատակիցներին, այն չորնի սերի կարդինալներին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունով, որովհետև սրանք շատ կառավարելի են, եւ ազգային անվտանգության ծառայության թողտվությամբ է, որ Հայաստանի Հանրապետություն զորամիավորում չի ներկայացնում եւ Ադրբեջանի զորքին ողջունում է Մոսկվայում Փաշինյան Նիկոլը։ Այս ամենի պատասխանատուն ԱԱԾ-ն է։ Եվ ես ինչու եմ դիմում, ինչու եմ բարձրաձայնում այս հարցը, որովհետև այնպես չի, որ ԱԱԾ-ում մենակ թշնամիներ են։ ԱԱԾ-ում ծառայում են բազմաթիվ հայեր ու հայրենասեր մարդիկ։ Եվ այսի մահազանգ, ինչպես որ միշտ է մահազանգել, մարդկանց ասել եմ կոտորած է լինելու, կովիդով տանելու են ձեզ ոչնչացնեն այս կողմ են կողմ, հիմա էլ ես դիմում եմ պատասխանատու կառույցի հայ ներկայացուցիչներին։ Ասում եմ, որ ԱԱԾ հայ աշխատակիցներ եւ այն մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը ու հասկանում են, որ իրենք պարտք ունեն առհայրենիք։ Այս քաոսի վերացումը ձեր ձեռքերում է։ Այո, անհրաժեշտ է առաջնորդ, ով մեզ կհանի այս իրավիճակից, ով ստոպ կտա, կասի մի րոպե, չի կարող Հայաստանի առաջնորդը ողջունել ադրբեջանական զորքին։ Նիկոլ Փաշինյանը հասկացանք, Իլհամ Ալիևի ներկայացուցիչն ու հպատակն է Հայաստանի Հանրապետությունում, բայց Հայաստանը որպես պետություն, որպես սրբավայր չի կարող երբևէ լինել մուսուլմանական, չի կարող երբևէ լինել թշնամու տիրապետության տակ։ Շատերը քննադատում են Ռուսաստանին, որ թույլ է տալիս հազար ներողություն, եթե դուք թույլ եք, եթե դուք իմպոտենտ եք բոլոր առումներով, ով է մեղավոր, ինչու է ռուսը մեղավոր, ինչու է պարսիկը մեղավոր, ինչու է թուրքը մեղավոր, մենք ենք մեղավոր։ Եվ այս դրա գիտակցումն է, որ մեղքը չբարթենք ուրիշների վրա, մենք մեզ հավաքենք մեր բռունցքներում։ Պարոն Հուշյան, այնպես չի, որ ինձ մեծ խոսքերի համար չեն հետապնդելու։ Այնպես չի, որ ես չեմ քարկոծվելու, բայց ես հասկանալով, գիտակցելով իմ պատասխանատվությունը առ իմ հողը հայրենի, իսկ այս հողը սուրբ է եւ ես հիմա դրա մասին կխոսեմ, ես պատասխանատվությունս գիտակցելով պարտավոր եմ կոչ անել ԱԱԾ հայ աշխատակիցներին, ԱԱԾ հայրենասեր աշխատակիցներին, որ խոսելով նրանց հետ ու խնդրելով ու պահանջելով, որ իրենք նույնպես վերցնեն պատասխանատվության իրենց բաժին, ինչպես որ ես եմ վերցնում։ Իսկ ինչու է մեր հայոց հողը սուրբ։
Մի քիչ պետք է գնալ պատմություն, շատ հեռու, մինչև քրիստոնեական ժամանակաշրջան։ Եվ ես ինչու եմ ասում, որ մեր ժողովուրդը պառակտված է նաև հոգեպես։ Սարսափելի է իրավիճակը մեր երկրում հոգևոր, նաև հոգևոր դաշտում։ Շատ կան քրիստոնյաներ, այդ քրիստոնյաների մեջ շատ կան տարբեր աղանդներ, պառակտումներ, շատ են հեթանոսները, շատ են նաև սատանիստները, հա։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Վերջերս այդպես շատ հետաքրքրվում եւ ուսումնասիրում օրինակ ռուսական շրջանակները։ Ռուս ժողովուրդը ահա որ շատ զբաղվում է թուղթուգիր անելով, պորչաներ անելով, այսպիսի բաներով են։ Իրենք սիրում են դա։ Իրենք ապրում են դրանով, դա իրենց ձևն է։ Տարբեր մեր այս մուսուլման ժողովուրդները նույնպես տարբեր ինչ-որ գործողություններ են անում։ Օրինակ ադրբեջանցիները հիմա շատ ուժեղ սատանիստական ռիտուալներ են անում, հատկապես այդ ամենը ուղղելով Հայաստանի ուղղությամբ։ Հայաստանի հայկական հողը սուրբ է նրանով, որ շատ երկար տարիներ մեր այն ժամանակ քրմերը, հիմա արդեն մեր այս քրիստոնեական առաջնորդները կապ են ունեցել երկնային ուժերի հետ ու անընդհատ դրական էներգիա են բերել մեր հողի վրա։ Հիմա ցավոք սրտի դա տեղի չի ունենում։ Եվ մեր եկեղեցիները ու մինչև եկեղեցիներն էլ մեր սրբավայրերը կառուցվել են հատուկ կետերում։ Օրինակները շատ են, նույն Տաթևի վանքը, հա, Էջմիածնի վանքերը եւ այլն, իրենք հատուկ էներգետիկ դաշտերի վրա են կառուցվել, որի միջոցով հնարավոր է եղել կապ հաստատել, ես չգիտեմ ում հետ, բայց ինչ որ ուժերի հետ, թե դա կլինի էներգետիկ դաշտ, թե դա կլինի ով կլինի, ես չգիտեմ, պարոն Հուշյան, բայց կապ են հաստատել եւ սուրբ են պահել այս մեր հողը։ Եկեք վերադառնանք Անի, 1001 եկեղեցիների քաղաք։ Ում էին պետք այդ եկեղեցիները։ Եկեղեցիներ, որոնք ճիշտ տեղերում չէին կառուցված, որոնք ճիշտ էներգետիկ դաշտերի մեջ չէին։ Ինչ արեցին այդ եկեղեցիները։ Մի քիչ ժողովրդի համար հասանելի լեզվով եմ ասում, հա։ Բացեցին, կարելի ասել, բացեցին պորտալներ, նաև մութ ուժերի համար։ Չէր կարելի նման ձևով կառուցել այդքան եկեղեցի։ Հիմա Անիում ոչ մեկ չի ապրում, որովհետև Անին համարվում է ոչ թե սրբավայր, այլ մութ ուժերի կուտակավայր։ Չէր կարելի հենց այնպես կառուցել ինչ-որ եկեղեցիներ եւ դրանցով ակտիվացնել մեր կործանումը։ Այն նույնը հիմա Հայաստանի Հանրապետության տարածքում է տեղի ունենում։ Եվ այդ պորտալ ասենք, ինչ ասենք, ամեն մեկը մի ձև է անվանում։ Այդ էներգետիկ աղբյուրները սխալ օգտագործելը բերում է կործանման, բերում է պառակտման։ Եվ այստեղ պետք է հոգևոր առաջնորդները, ես մշտապես եմ խոսել եկեղեցու կարևորության մասին։ Եվ եկեղեցին դրանք անհատներ չեն։ Եկեղեցին դա համախմբող ինստիտուտ է։ Հիմա դա կհամախմբի հեթանոսին քրիստոնյայի հետ, թե ինչ կանի, կարևորը նա է, որ այդ էներգետիկ միասնությունը լինի, բայց աղանդավորները հիմա ավելի շատ են, քան քրիստոնյաները կամ հեթանոսները։ Իսկ մենք երկու կրոն ենք ունեցել, կամ հեթանոսություն, այնտեղ մի քիչ ավելի խորը որ գնանք էլի ենք ունեցել, կամ քրիստոնեություն։ Մենք ոչ մեկի հետևից հիմա չենք գնում, մենք ամբողջ աղավաղում ենք, հիմա երկուսն էլ սարսափելի թույլ են, բայց բերում են մուսուլմաններին լցնում են մեր երկիր։ Այնպես չի, որ գիտեք, աղանդավորներ կան, չէ, ասում են, այ դու մեր աղանդից պիտի լինես, մեր երգերը պիտի երգես, որ դու գնաս ընկնես երկնային դրախտ։ Այդ ստացվում է, որ այն մյուս քրիստոնյան չի ընկնում դրախտ, թե մուսուլմանը, թե բուդդիստը չի ընկնում դրախտ, չկա այդպիսի բան, դա խաբեություն է, դա մարդկանց ուղեղները լվանալ է։ Եվ դրա դեմ ոչ մեկ չի կանգնում, առաջին հերթին ԱԾ-ն, որովհետև սա ազգային անվտանգության խնդիր է։ Ու նույն կիբերհանցագործությունները, նույն թմրանյութերի ու ալկոհոլի տարածումը։ Ես լինեմ երկրի ղեկավար, ես կդնեմ չոր օրենք, հա, ոչ մի ալկոհոլ։ Գիտեք, վերջերս Աբու Դաբիում էի եւ գիտեք, հիանում եմ այդ երկրների, այդ էմիրատների քաղաքականության վրա։ Իրենց մոտ ալկոհոլի վաճառքը արգելված է։
եւ ծխելը որոշակի տեղերում է թույլատրված։ Ալկոհոլ իրենք կարող են ձեռք բերել միայն duty free-ում, որովհետեւ նա ոնց որ ոչ պետական տարածք է համարվում, թե ինչ, հա, ինչ որ ազատ գոտի է համարվում։ Տանեն տուն, խմեն։ Դու մի մարդ չես տեսնի դրսում գարեջրի շշով, լակած, հետ տված տեղ, հա, երբ որ ես Հարավային Կորեայում էի, գիշերները դրանք խմում էին, ամբողջ գիշեր հետ էին տալիս, չնայած Սեուլի մասին է խոսքը, առավոտյան ամբողջը լվում էին, բայց փողոցներում հետ տվածի հետքեր կար եւ զզվելի էր, որքան էլ նրանք իրենց համարեն զարգացած երկիր։ Այս զարգացած երկիրը հեմիրություններն են, որ արգելված է պարզապես, որ մարդիկ պետքա զգոլ լինեն, ուղեղները մաքուր լինի։ Հա, դրա համար էլ այդ երկրները ու իրենք պահում պաշտպանում են, ոչ թե դու գնում ես Ադրբեջանի զորքն ես ողջունում, ու ազգային անվտանգության ծառայությունը իր ղեկավար Արմեն Աբազյանով միակ ծպտուն չի հանում, ու դրանից հետո այդ ամեն ինչից շեղելու համար ազգային ժողովում քֆուր քյաֆարա լինում։ Այդ քֆուրը սաղ էլ կարանտան, բայց դա գործին օգնում է, գնացեք ձեր տներում ձեր կնանիքին հայհոյեք, եւ հետքան լավ տղայեք։ Մարինա, եթե ձեր ասածին էլ ավելացնենք այն փաստը, որ ինչպես նշում են շատ ինֆորմացիոն գործակալություններ, աշխարհում նորից գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը եւ այն գալիս է Չինաստանից, որքանով է սա հիմնավորված։ Անցած տարի չէ, Տրամպի ընտրվելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Գեբրեսիուսը, ով իդեպ եթովպիացի է եւ Եթովպիայում առողջապահության համակարգում թալան էր կազմակերպել ու փախել էր երկրից եւ դրա հետ կապված Եթովպիայում մինչ այսօր գտնվում է հետախուզման մեջ։ Հիմա այդ մարդը մեր ԱՀԿ-ն է ղեկավարում, հա, մեր չէ, գլոբալիստների առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ Այդ է նույն կառույցն է, որ բերեց նախորդ լիքը էպիդեմիաները, պանդեմիաները, պատվաստումների քարոզ արեց, պատվաստումները բաժանեց, կազմակերպեց այս հանցագործությունը ու այդ նույն Գեբրեսիուսը հայտարարեց Տրամպի ընտրվելուց հետո, որ նոր համաճարակ է լինելու։ Այսինքն ոչ մի բան չկար, նախանշան չկար, այդ մարդը ասում է նոր համաճարակը սպառնում էր, ես էլ այդպես հենց դրել ու գրել էի։ Բայց դե որ լրատվականները Մարինա Խաչատրյանի խոսքը չեն տարածի, միակ կառույցն եք, միակ լրատվական դաշտն եք, որ իրոք բաց ձևով այդ ամեն ինչը լուսաբանում եք։ Ինչևէ, կազմակերպված է։ Այս ամենը կազմակերպված է։ Հերթական լաբորատորիայում ստացված վիրուսներն են, որոնք այո վտանգ են ներկայացնում։ Եվ ես հենց հիմա, քանի դա օրենքով չի արգելվել, ձեր եթերից ժողովրդին կոչ եմ անում, հանկարծ ու հանկարծ որևէ պարագայում չտրվել ես մանիպուլյացիային, որևէ պարագայում չկրել դիմակներ, պարոն Ուշյան, երբ որ դու դիմակը կրում ես, ինչ է տեղի ունենում։ Նախ մենք արտաշնչում ենք այն վիրուսները, այն որոշակի սնկերմնկեր եւ այլն, որոնք կան մեր օրգանիզմում, այնտեղ բազմանում են, մենք արտաշնչում ենք, իրեն գնում են դրսում ոչնչանում, որովհետեւ որևէ վիրուս առանց բջջի գոյություն ունենալ չի կարող։ Ինքը հենց դուրս եկավ, ինքը ոչնչանում է։ Հաջորդը, մենք արտաշնչում ենք խոնավությունը։ Հա, ձմռանը շատ լավ երևում է, երբ որ արտաշնչում ենք, գոլորշին տեսնում ենք, ամռանը դա չի երևում, բայց մենք միշտ ենք արտաշնչում ավելորդ խոնավությունը։ Եվ մենք միշտ արտաշնչում ենք ավելորդ ջերմությունը։ Դա ջերմակարգավորման process է։ Երբ որ մենք կրում ենք դիմակ, մենք այդ ամբողջ արտաշնչածը նաև ներշնչում ենք։ Այս այնքան կարևոր է, որ մարդիկ հասկանան, պատկերավոր տեսնեն, թե ինչ է տեղի ունենում։ Մենք ներշնչում ենք այդ նույն ինֆեկցիոն ագենտները, ներշնչում ենք խոնավությունը եւ ջերմությունը։ Երբ որ խոնավությունը գնում է թոքեր, թոքերում ավելանում է, հա, ջրի քանակը, ներհյուսվածքային դա կլինի, բջջային կլինի, ներշնչում ենք ջերմությունը, այսինքն ջերմակարգավորում տեղի չի ունենում, ավելորդ ջերմությունը դուրս չի գալիս, հա, այն դուրս պետք է գա մեր մաշկով եւ շնչառականով։ Ավելորդ ջերմություն դուրս չի գալի, գնում է ներս, սկսում է թոքերը խաշել։ Այն ինֆեկցիան, որը մենք ներշնչում ենք, դա նաեւ սնկային ինֆեկցիան է, անչափ կարևոր։ Ինքը գնում է այնտեղ վիրուս, սունկ, բակտերիաներ, էփած, հոտած հյուսվածքում սկսում է զարգանալ, տալիս է երկկողմանի տարածում թոքաբորբ։
Պատահական չի, որ կատե հետազոտությամբ կամ ռենտգենով COVID-ի ժամանակ մարմարանման թոքեր էին, որտեղ ինքը այդպես հո չի գնում ներքևում նստում, ինքը թոքերում, այսպես ոնց արտաշնչեցի նույն ձևով ներս է գնում եւ տարածում թոքերում բոլոր տեղերում։ Ու սկսում է այդպես մրամռնի լույքի նկարագրում են մեր ռադիոլոգները, մարմարանման թոքեր են երևում ու այդպեսի թոքաբոր բառաչամ։ Չի կարելի որևէ պարագայում վիրուսով հիվանդ մարդը, որ կրի դիմակ։ Ես ինքս որպես վիրաբույժ բնական է վիրահատությունների ժամանակ կրում եմ դիմակ։ Ես երբևէ իմ քիթը բաց չեմ թողնում, որովհետև դա ես չեմ անում ինձ համար, ես անում եմ, որ վերքի հետ կարողանամ աշխատել, հա։ Բերանը ու քիթը դրա համար ենք փակում, որ խոսելիս, շնչելիս այդ ամեն ինչը չգնա եւ ինֆեկցիայի ուրեմն ռիսկը մենք մինիմալ դարձնենք, նվազեցնենք։ Ես ինքս սովոր եմ, ինձ համար խնդիր չի դիմակ դնելը, բայց ես երբևէ դիմակ չեմ դնում վիրասրահից կամ վիրակապարանից դուրս, որովհետև ես էլ նորմալ մարդ եմ եւ ես պետքա ջերմությունս կարգավորեմ, պետքա խոնավությունը ավելորդ դուրս բերեմ իմ օրգանիզմից։ Իսկ եթե տարածված են վիրուսներ, դրա միակ բուժումը մաքուր օդն ու առատ հեղուկներն են։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ մարդկանց չի կարելի տանել, պարկասնել փորի վրա, կապել բազմաթիվ հորմոնների, փորձարկումներ անել, եւ ես ասում եմ, բայց թե իրանց COVID-ի վակցինան այդքան արդյունավետ էր, այդ ինչու չօգնեց, ինչու չոչնչացրեց COVID-ը, այդ ինչու է նոր էպիդեմիա գալիս, հալալ է Տրամպին, ինչ էլ ինքը անում է այնտեղ, այնքան խարխշտիկ բաներ անում Դոնալդ Տրամպը, բայց հալալ է Տրամպին, ինքը այս COVID-ի վակցինաների ուրեմն հետ կապված բավականին հետախուզական աշխատանքներ է հանձնարարել ու ես ուզում եմ արդյունքների մասին տեղեկանալ։ Լավ, հիմա մենք մեր զրույցը ընդհատում ենք գովազդային հոլովակներով, որից հետո շարունակենք։ Շատ լավ։ Խնդրեմ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Սիրելի բարեկամներ, ներող բուժ Մարինա Խաչատրյանն է մեր տաղավարում։ Մարինա, հրաշալի մրցույթ են մտածել էլիտար սերունդ պատանիների համար եւ պիտի ասեմ, որ բոլոր տեսակի ընդհանրապես մշակութային ծրագրերը մեզանում օգնում է կյանքի կոչել մեր ճանաչված հայտնի փաստաբաններից, իրավաբաններից մեկը Լևոն Բաղդասարյանի, ում մենք շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ կան նման մարդիկ, որ հնարավոր է տալիս կազմակերպել, որքան ի հայտ կգան հայտնի երեխաներ։ Իդեպ առաջին մրցույթի ժամանակ այնպիսի երեխաներ են իրենց մասին այսպես ներկայացել, որ հետագայում դարձել են միջազգային ամենախոշոր ստուգատեսների ակտով, սա իհարկե ինչ-որ բան ասում է։ Պարոն Հուշյան, սա մեր փրկությունն է, մեր սերնդի կրթությունը, մեր փրկությունն է, ու մենք իրականում շատ լավ երեխաներ ունենք։ Այդ պետության քանդումը նաև դրանով էր պայմանավորված, որ այդ երեխաներին դեգրադացնեն, որևէ թույլ չտան նորմալ կրթություն ստանալ,
զբաղեցնեն ինտերնետային բազմաթիվ անշնորհ հարթակներով։ Ես էլ երեխա ունեմ եւ ես տառապում եմ այդ ամենի ձեռքին, ես ամբողջ օրը ստիպված եմ վերահսկել ես իմ ծանրաբեռնվածության հետ համատեղ։ Ու այս ամենի պատասխանը էլի ազգային անվտանգության ծառայությունն է, որը չպիտի թույլ տար, հա, ինչ է նշանակում տեխնիկային թատրոնում, որտեղ երեխաներ են այցելում, այնտեղ իրենք տարածք ունեն, որտեղ ինչ որ ռոք սատանիստական համերգներ են տեղի ունեցել։ Մեկ անգամ մենք կարողացել ենք դա կանգնեցնել տարիներ առաջ էր, դիմել եմ ԱԱԾ, նամակ եմ գրել, մի խոսքով դա կարողացանք չեղարկել։ Բայց դրանք համոզված եմ, որ շարունակվում են։ ԱԱԾ-ն տեղյակ է դրա մասին, որովհետև ես իրենց ահազանգել եմ այդ մի անգամը կանգնեցին եւ իրենք չեն գնացել դրա հետքերով։ Իրենց համար ավելի լավ է կաբինետներում նստեն կամ ինչ որ մեքենայով ինչ որ մեկի սիրուհուն հետապնդեն։ Հա, եւ այս վերջերս էլ տեսանք, որ այդ նույն տեխնիկային թատրոնի տնօրենը իր Facebook-յան էջում էր դրել, իբրև թե կելտով, հա, յուբկայով, մեր ժողովրդի լեզվով, ավելի ճիշտ ռուսերենից, հա, ժողովրդական մեր լեզվին փոխանցված, ինչ որ բառ էր ապարում, հա, բարի օրվա կապակցությամբ, այդ որակն է մեր երեխեքին նաեւ էներգետիկ սնունդ տալիս։ Հավատացեք ինձ, միայն խոսքը չի, նաև էներգետիկ սնունդ է պետք տալ։ Եվ ես ողջունում եմ, ես անկեղծ շատ շնորհակալ եմ։ Ես ուրախ կլինեմ, եթե տեղը ժամը իմանամ եւ ներկա լինեմ այդ մրցույթին, որովհետեւ ես էլ էներգիայի ու ես էլ այդ մաքրության կարիք ունեմ։ Մայիսի 26-ին Կոմիտասի անման տուն թանգարանի դահլիճում կարող է գալ ներկա լինել, մուտքը անվճար է, ժամը 15-ից 00-ից։ Այդպես որ եկեք մասնակցեք։ Լավ, Մարինա, տեսեք ինչն է հետաքրքիր։ Մենք խոսացինք, այ դուք շատ ասացիք Տրամփին, որ գուցե ինքը որ կարողանում է այս ցաներ իրավիճակում ճիշտ ելքեր գտնել։ Բայց տեսեք, միջազգային իրավիճակը այնպեսին է, որ ամերիկացիները ամեն կերպ փորձում են կանգնացնել ռուս-ուկրաինական պատերազմը եւ Տրամփի հայտարարությունները կարծես թե դրան նպաստում են, բայց Ուկրաինայի ղեկավարությունը այդքան էլ շագրգռված չի պատերազմը կանգնացնելով, այդպիսի տպավորություն է ստանում, ինչ կարող եք ավելացնել։ Սա ծրագիր է, պարոն Հոշյան, սա ծրագիր է աշխարհը ձևափոխելու, քարտեզը ձևափոխելու, նոր պետություններ ստեղծելու, ինչու ոչ նաև անորակ մարդկանց թիվը նվազեցնելու եւ նորից հետո վերել կապրելու։ Ծրագրում, այո, Ուկրաինայի կազմաքանդումներ, մասնատումներ, դա ընդունված պրակտիկա է նաև ԱՄՆ-ի համար, երբ որ իրենք նույն եվրոպական տարածքում, տարբեր տեղերում, հա, նաև այսպես պարտքով փող են տալիս, 350 միլիարդ, գիտենք, որ ԱՄՆ-ն տվել էր, եւ հիմա պահանջներ ներկայացնում, ասում է, տարածք տուր, հանքեր տուր, փողոց չես կարող հետ տալ, դա այդպես է միշտ, բոլորը անգամ այս լնգուլավազները, որ փող են ստանում այս կամ այն պետության հատուկ ծառայությունից, իրենք պետք է հասկանան, որ իրենք պետք է վարձահատույց լինեն։ Պիտի այդ փողը ինչ որ ձևով իրենց կյանքի գնով, թե երկիրը ծախելով վերադարձնեն։ Դա ամենուր է այդպես, միշտ է այդպես, դա այդպես հավերժ է։ Հիմա Ուկրաինան միանշանակ կմասնատվի, բայց Պուտինը եւ ընդհանրապես Ռուսաստանը իմպերիալիստական երկիրը, Պուտինն էլ արժանապատվություն ունեցող մեծ առաջնորդը, ով ինչ ուզում է ասի։ Ես համաձայն չեմ հակառուսական այս քարոզչության հետ, որովհետեւ դա մեզ տանում է կործանման։ Մենք մեզ պիտի պրոհայկական քարոզչություն անենք, ոչ թե ուրիշ երկրներից։ Այն մարդը իր երկրի շահերն է առաջ տանում, այն մարդը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա վերադարձնի բոլոր այն տարածքները, որոնք սովետական միության ժամանակ նվիրել են այս կամ այն պետությանը։ Այս կամ այն պետությանը նվիրել են օրինակի համար Ուկրաինային են նվիրել, հա։ Հիմա վերադարձնում է այդ մարդը։ Բոլորին ում ինչ նվիրել է հետ է տանում։ Ասում է իմ իմպերիան ես պիտի վերականգնեմ։ Հա։ Նույն Ամերիկան ինքը իր ուժն է փորձում վերականգնել։ Չինաստանը իր դիրքերը չի ուզում զիջել, բայց հիմա Չինաստանն է նախընտրեմ։ Շնից շատ ժողովուրդ են
ու ուզում են չինացիքի թվականակը նվազեցնել, Չինաստանը կարծում եմ թույլ չեն տա դառնա իմպերիա, չնայած եղել է։ Ինչևէ, ուզում են ստեղծել նոր Քուրդիստան, ավելի ճիշտ հինը չի եղել, Քուրդիստան են ուզում ստեղծել, ուզում են ստեղծել մեծ Իսրայել, ուզում են ստեղծել նոր Խազարիա, ամբողջությամբ քարտեզը վերափոխվելու է։ Այս փուլում մենք իհարկե շանս ունենք ինչ-որ ձևով շահելու, եթե լինենք խելացի ու գրագետ։ Եվ դրա համար եմ ես ինչ-որ ձևով ուզում այդ ամեն ինչին տրիգեր հանդիսանալ, այդ ամեն ինչին նպաստել ու մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ քայլեր անել, բզել։ Թող ինձ նեղանան, վիրավորվեն, բայց գնան գիշերը քնեն, երազում ինձ տեսնեն ու հասկանան, որ ես իրենց լավն եմ ուզում, իրենց ճիշտ եմ ասում։ Մարինա, տեսեք, այս ամենից կրկին փորձում է օգուտներ քաղել Թուրքիան, որը դիվանագիտական առումով կարողացավ այդ բոլոր միջազգային այս հանդիպումները իր մոտ կազմակերպել եւ հասկանում եք թելադրողի դերում է ինչ-որ տեղ նաեւ։ Ինչու նրանք միշտ կարողանում են առաջ ընկնել բոլորը։ Ոչինչ, նրան ժամանակն էլ է գալու անպայման։ Իրանք այսպես չեն մնալու, բայց այստեղ տեսեք ես Պուտինի մասին խոսեցի, Պուտինը նախապես հայտարարել է, որ ով է Զելենսկին։ Ոչ մեկ։ Իրենք իրենց լեքսիկոնում խոսում են, որ ժամկետանցի մեկն է։ Պուտինը կյանքում իր օրում երկու օր առաջ ինչ-որ հայտարարություններ տարածվել, որ նախագահներն են հանդիպելու Պուտինն ու Զելենսկին, չի լինելու նման բան, որովհետև Զելենսկին չի ներկայացնում ուկրաինացի ժողովրդին։ Այսօր նրա ստորագրած որևէ փաստաթուղթ վաղը արժեք չունի։ Պուտինը միամիտ մարդ չի։ Պուտինը ինձանից, ձեզանից, մյուսից շատ ավելին գիտի ու ինքը մենակ չի, ինքը ունի մեծ հսկայական աշխատակազմ, ովքեր այս ամեն ինչը ուղղությունով գիտեն։ Նա կյանքում Զելենսկու հետ որևէ թուղթ չի ստորագրի, կամ ազգային ժողովի իրենց նախագահի հետ կստորագրի, մարդու, ով օրինական ձևով պաշտոն է զբաղեցնում։ Հիմա Ուկրաինան ղեկավար չունի, անգլուխ է։ Այդ դրա համար ուկրաինացի ժողովուրդը դա չի հասկանում։ Ուկրաինացի ժողովուրդը պիտի իրեն ընտրի գլուխ, որ այդ գլուխը աջ կամ ձախ նայի։ Հիմա նույնը մենք նույնպես անգլուխ ենք, չնայած ընտրություններով ընտրել են ինչ-որ մի ոչ ադեկվատ անձնավորության։ Հա, այն էլ ինչ ուզում անում է։ Հիմա Ուկրաինա, նայեք հետաքրքիր մի բան, Պակիստանն ու Հնդկաստանը իրար մի լավ դնգստեցին։ Բայց ինչ արեց Տրամպը, մի վայրկյանում կանգնեցրեց, որովհետև ըստ պլանի հիմա Պակիստանի ու Հնդկաստանի հերթը չի, հատկապես որ երկուսն էլ միջուկային զենք ունեն։ Հիմա հերթը մեր տարածաշրջանին է։ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի վաղ թե ուշ, կավարտվի միանշանակ Ռուսաստանի հաղթանակով, որովհետև ծրագիրն է այդպիսին։ Եվ նաև Ռուսաստանը ուժեղ է։ Ուկրաինական տարածքները կմնա շատ փոքրիկ Ուկրաինա, թող չմոռանան հենց Զելենսկու մասնակցությամբ ֆիլմի նկարահանում է իրենք։ Ուկրաինան մի մասը ջհուդներին կտան, Ամերիկան ահագին օգուտ կունենա, այնտեղ անպայման Անգլիան թաթը կդնի մի տարածքի վրա։ Այդ ամեն ինչ երբ որ բաժան անեն, ուկրաինացի ժողովրդի մեծ մասին կոտորեն, պատահական չի, չէ՞ որ տղամարդկանց կոտորում են, կնանիքին էլ տանեն կնության առնեն, ոնց որ հայերին սպանդի ժամանակ տղամարդկանց հավաքեցին կոտորեցին եւ հիմա են դա անում։ Կնանիքին էլ տարան, ամեն մեկը կնության առավ, թրքացրեցին, մուսուլմանացրեցին ու այս ամբողջով իրանց ժողովուրդը տեսքը տեղը եկավ, սիրունացան, խելքները տեղը եկավ, լավ սերունդ տվեցին, հա, նույնը տեսեք ուկրաինացիք ինչքան գեղեցիկ են, չէ՞։ Նույնը այդ իրենց հետ են անելու։ Ու վсё, ոչնչացավ։ Ինչ արևմտյան Հայաստան, հա։ Ես մի բանի վրա եմ շատ ջղայնանում, այս վերջերս հրապարակվեց, որ Սամվել Շահրամանյանը, իբրև թե Արցախի նախագահ, իր նախկին ստորագրածը, որ լուծարվում է Արցախի հանրապետությունը, այդ փաստաթուղթը ուրեմն զրոյացրել է, այդ փաստաթուղթը չեղյալ է համարել։ Ումա պետք հիմա այդ ամեն ինչը։ Ումա պետք երբ որ հողոտ ճանաչել են ադրբեջանական միջազգային կառույցներում։ Ումա պետք նույնը Ուկրաինայի պահովա։
Հասկացեք, միջազգային մեծ գլուխներն են այդ ամեն ինչը որոշում։ Ումա պետք Սամվել Շահրամանյանի ուրեմն թուղթը, որը ասում են իբրև ավելի շուտ է ստորագրել այդ չեղյալ համայնելու մասին թուղթը, բայց հիմա են հրապարակում։ Միայն կույրը չի տեսնի, որ դա արվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ այդ ղարաբաղցիները, արցախցիները գնան, ասեն, հա, մեր դեպուտատին ընտրում ենք Սամվել Շահրամանյան, մարդը գնան նստի պաշտոնի, ամոթ է։ Չի կարելի այսպիսի բան անել, չի կարելի, սա ոչնչացում է, դուք ձեր փողի, ձեր շահի համար մարդկանց մոլորեցնում եք։ Հիմա ինձ կքարկոծեն, պարոն Ղուշյան, ես դա հասկանում եմ, բայց հազար ներողություն, Նիկոլին երբ որ քննադատում էի, Արսեն Թորոսյանին երբ որ քննադատում էի, դրանց դեմ մենակով կռիվ էի տալիս, ինչ ասես էլի ասում էին, ով ճիշտ դուրս եկավ։ Դե հիմա խիեք Արսեն Թորոսյանի հայոյանքին այսպես արձագանքում։ Մի արձագանքեք, ձեր սիրած նախարարն է։ Ինչ եք ուզում դուք այդ մարդուց, եթե դուք եք իրան պաշտել եւ ինձ որպես իր կառույցի, իր քաղաքականության դեմ կռիվ տվողին հայհոյել եք։ Հիմա նույնը Սամվել Շահրամանյանն է։ Իհարկե Սամվել Շահրամանյանին չեմ համեմատի Թորոսյան Արսենի հետ, որտեղ նա ազդեցության գործակալ է իմ խորին համոզմամբ, հա, եւ տեսակ ուր բերեց ձեր առողջապահությունը, ձեր ազգային ժողովը ու իր ամբիոնը ոնց ինչեր ասեց։ Սամվել Շահրամանյանը այդ կատեգորիան չի, այդ որակը չի, բայց Սամվել Շահրամանյանն էլ այդ ամեն ինչ անում է, որպեսզի դառնա պատգամավոր։ Գլուխս կտրեմ, թե այդպես չլինի։ Մարինա, եւ վերջին արդյոք շատ համառ դիտե կարելի։ Իրավիճակը սահմանին նորից շատ լարված է, կրակոցներ կան, սա ինչ է նշանակում, հնարավոր է 44 օրյա պատերազմի կրկնություն։ Մենք պատերազմը ցանկացած պահի կարող ենք ունենալ, եւ այդ ցանկացած պահը այն պահն է, երբ որ Հայաստանի իշխանությունները չկատարեն Ադրբեջանի իշխանությունների կամայականություններն ու ցանկությունները բոլոր։ Քանի դեռ Փաշինյան Նիկոլը կամ մեկ այլ անձ կատարում է Իլհամ Ալիևի ստրկատիրական ծրագրերը, չեն հարձակվի։ Դրանով պարզապես վախի մեջ են պահում ժողովրդին։ Երկրորդ նպատակը դատարկում են մեր գյուղերը, օրինակի համար Խոզնավար, Սյունիքի շրջանի շատ գյուղեր, որոնք բացարձակապես նորմալ պաշտպանություն չունեն, ես այնտեղ հաճախ եմ լինում եւ այնտեղ իբրև թե սահմանապահ զորքն է պահում սահմանը, կանգնեցրել են կազարման, ճաշարանը, բաց դաշտում, թշնամու գնդացիրներից 50-100 մետր հեռավորության վրա, չկան նորմալ խրամատներ, թույլ չեն տալիս հրամանատարության, տեսեք, բաց ասում եմ, թույլ չեն տալիս, որ հրամանատարները այդտեղ պաշտպանական, թեկուզ մի հատ հողից սարսարքեն, որպեսզի շենքը պաշտպանվի, շենքը չլինի բաստան, թույլ չեն տալիս, որ մի հատիկ ծառ տնկեն, մեզ թույլ չտվեցին, որ այդտեղ թեկուզ գյուղի տարածքում կրակակետեր սարքենք, ինչպես արդեն տեղյակ ենք բնակիչներից, գյուղացիներից հավաքել են պետական զենքը, թուրքը գա մտնի, կոտորած անի բռնաբարի թողի գնա։ Թույլ չեն տալիս, սա Նիկոլի իշխանությունն է, սա էլի ազգային անվտանգության ծառայության հատկապես իր զորքն է այնտեղ կանգնած։ Իրանց պատասխանատվությունն է, իրանց պարտականությունն է, եւ այո, մենք կանգնած ենք բնաջնջման առաջ, բնաջնջման դա մենակ սահմանին չի վերաբերում։ Բոլորիս բնաջնջման վտանգի առաջ են կանգնած, որովհետև նորից եմ հիշեցնում մայիսի 9-ը, Փաշինյան Նիկոլը հազար ներողություն ոչ եթերային բառս համար կզել է Ալիևի առաջ, հանդիսանում է Ալիևի ներկայացուցիչը, այս տարածաշրջանում խաբում են ժողովրդին, ազգային ժողովի դեպուտատներն ու դեպուտանկաները գիտեն դրա մասին եւ որպեսզի ժողովրդի ուշադրություն շեղեն այս կատաստրոֆայից, այնտեղ ուրեմն մսաղաց են սարքում, իրենց լավ տղա են զգում, իրենք պոլիշոր են բոլորը, ովքեր այդ օրը այնտեղ մասնակցում էին, հայհոյում էին, եւ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իրենք երբևէ չեն գալու իշխանության, այո, իրենք ունեն իրենց ընտրազանգվածը ու մոլորեցրել են եւ ով իրարյան գնով է պատասխան տալու իր ընտրության համար։ Ես չեմ մասնակցելու ընտրություններին, բայց ես կռիվ եմ տալու նրանց ցանկացած ստորության դեմ։ Ու ես հույս ունեմ, որ ԱԱԾ-ն ականջալուր կլինի մեզ հազանգումներին, ես հույս ունեմ, ես ուզում եմ հավատալ, որ ԱԱԾ-ում մնացել են դեռևս մարդիկ, ովքեր հայրենիքից զատ ուրիշ ոչինչ չեն տեսնում։ Ես ուզում եմ այնտեղ հայրենասեր կույրերի տեսնել։
Եղավ Մարինակ, շնորհակալ եմ այսօրվա բաց թափանցիկ զրույցի համար, ձեզ առողջություն, պինդ մնացեք։ Ձեզ էլ պարոն Օշանյան։ Փակտիվին ձեր կողքին է։ Շնորհակալ եմ։ Շերի բարեկամներ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն իր հերթական համարձակ մեկնաբանություններով, բայց քանի որ այդ ամենը ճշմարտություն է, նա կարող է ճշմարտությունը նաև այսպես մի փոքր ավելի այսպես բարկացած ներկայացնի, բայց հավատացիք, որ դա նրա գլխավոր նպատակը չէ։ Նրա գլխավոր նպատակը մեր հայրենիքն է, մեր երկիրը փրկել այն մարդկանց ճիրաններից, ովքեր ուզում են կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն։